Երբեք չես իմանա, թե ճակատագիրը որ պահին կարող է կտրուկ փոխվել։ Ամենակարևորը երբեք չհանձնվել։ Նա պարզապես լվանում էր հատակը նախասրահում, երբ տեղի ունեցավ ինչ-որ անսպասելի բան, մի բան, որ ցնցեց ամբողջ ընկերությանը։ Գլխավոր տնօրենը պատահաբար լսեց, թե ինչպես է նա ազատորեն խոսում մանդարիներեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ցնցեց բոլորին։ Հաշբերգ ինտերնեշնալում մարդկանց մեծ մասը հազիվ էր նկատում մաքրուհիներին, ոչ թե կոպտությունից, այլ պարզապես այդպես էր ընդունված։ Մաքրության բրիգադը գալիս էր աշխատանքային օրվա ավարտից հետո, անաղմուկ գլորում էր սայլակները, փոխում աղբի պարկերը, սրբում սեղանները դատարկ կոնֆերենց սրահներում։ Նրանք ֆոնի մաս էին, ինչպես երաժշտությունը վերելակում։ Սա սովորական երկուշաբթի առավոտ էր Ֆորթ Ուերթ քաղաքի կենտրոնում, Տեխաս նահանգում։ Ընկերության նախասրահը լի էր ձայներով, կրունկները խփում էին հատակին։ Աշխատակիցները քննարկում էին ժամկետները, թերթում էին էլեկտրոնային փոստը հեռախոսներով և սուրճ էին խմում, կարծես դա արտադրողականության կախարդական դեղամիջոց լիներ։ Ալֆրեդա Սարյանան, գլխավոր տնօրենը, ինչպես միշտ, գնում էր կայանատեղիից դեպի գործադիր գրասենյակը 18-րդ հարկում, երբ կանգ առավ։ Ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Ձայն։ Ոչ պարզապես ձայն, այլ այն, որ խոսում էր մանդարիներենով այնքան հստակ և սահուն, որ նա հիշեց իր վերջին այցելությունը Հալբերգի գրասենյակը Շանհայում։ Նա կանգնեց ոչ թե այն պատճառով, որ լսեց մանդարիներենը, այլ այն պատճառով, որ լսեց, թե ով էր խոսում դրանով։ Նա շուրջը նայեց, մտածելով, որ գուցե միջազգային թիմից ինչ-որ մեկը վաղ է եկել, բայց հետո տեսավ նրան, կին մուգ, կարմիր մաքրուհու համազգեստով, մազերը կոկիկ հավաքված, կանգնած վեստիբյուլի թվային տեղեկատուի մոտ։ Նա օգնում էր տարեց տղամարդու, որը միաժամանակ շփոթված և երախտապարտ տեսք ուներ, հանգիստ ցույց տալով նրան վերելակների ճանապարհը և մեղմ ասած խոսելով նրա հետ մանդարիներենով։ Սարյանն աչքերը նեղացրեց։ Նա ոչ մեկ անգամ անցել էր նրա կողքով միջանցքներով։ Միշտ ուշ երեկոյան նա պահում էր իրեն քաղաքավարի, լուռ, երբեք ուշադրություն չէր գրավում։ Նա նույնիսկ չգիտեր նրա անունը։ Բայց ահա նա վստահորեն թարգմանում և բացատրում է այնպիսի լեզվով, որի անունը շենքում գտնվողների մեծ մասը հազիվ կկարողանար արտասանել։ Նա մոտեցավ։ Նա ավարտեց խոսակցությունը տարեց տղամարդու հետ, ապա դարձավ դեպի Սուրիեր, որն ուներ պլանշետ։ Անթերի իսպաներենով ասաց. «Դուք փնտրում եք բեռնաթափման գոտին։ Այն գտնվում է շենքի հետևում, հյուսիսային կայանատեղիի կողքին»։ Տղամարդը զարմացած գլխով արեց։ Այո, շնորհակալություն։ Ապա նա կրկին շուռ եկավ, այս անգամ դեպի մատակարար, որն ուներ սխալ պիտակներով տուփեր։ «Այստեղ սխալ կա մակնշման մեջ», ասաց նա սահուն ֆրանսերենով։ «Կոնֆերենց սրահ բան գտնվում է մյուս կողմում»։ Ցույց տվեց նրան ուղղությունը բարեկամական ժպիտով։ Սարյանայի ծնոտը լարվեց ոչ թե զայրույթից, այլ գիտակցումից։ Նա տարիներ էր ծախսել գլոբալ լոգիստիկ թիմեր ստեղծելու, լավագույն թարգմանիչներ վարձելու, միջմշակութային աշխատանքի ուսուցման ծրագրեր մշակելու վրա։ Եվ ահա ամենաբազմալեզու մարդը, ում նա երբևէ հանդիպել էր, կին էր, որը մաքրում էր զուգարանները իր գրասենյակից մի քանի հարկ ներքև։ Նա ավելի մոտեցավ։ Հետաքրքրասիրությունը փոխարինեց նրա սովորական գործնական քայլվածքին։ «Ներեցեք», ասաց նա։ Նա շուռ եկավ, մի քիչ զարմացած, բայց հանգիստ։ «Այո, տիկին»։ «Սա մանդարիներեն էր, չէ»։ «Ճիշտ այդպես, տիկին»։ «Դուք ազատ խոսում եք դրանով»։ «Այո, ես նաև խոսում եմ իսպաներեն և ֆրանսերեն»։ Նա համեստորեն գլխով արեց, ապա ավելացրեց. «Եվ պորտուգալերեն, գերմաներեն, արաբերեն, իտալերեն, սուահիլի։ Ես նաև կարդում եմ լատիներեն, բայց դա, կարծում եմ, չի համարվում»։ Սարյանան թավթեց աչքերը։ «Այսինքն դուք ուզում եք ասել, որ խոսում եք իմ լեզուներով»։ «Այո, պարոն»։ Նրա ձայնում պարծենալու ստվեր անգամ չկար։ Նա չէր փորձում տպավորություն գործել, պարզապես ասում էր ճշմարտությունը։
Նա նայում էր նրան, փորձելով հասկանալ, որ այս կինը, որի կողքով անթիվ անգամներ էր անցել, կարծես միավորված ազգերի կազմակերպության կենդանի մարմնացումն էր։ Ինչպե՞ս է ձեր անունը։ Վերջապես հարցրեց նա։ Իզաբելլա Ռոմերա։ Տիկին Ռոմերո, ունեք մի քանի րոպե։ Նա վեր բարձրացրեց հոնքը։ Հենց հիմա։ Այո, կցանկանայի խոսել ձեզ հետ իմ գրասենյակում։ Նա նկատեց նրա կարճ տատանումը, ոչ թե վախ, այլ բնական դադարային մարդու, ում սովոր չեն նկատել։ Դանդաղ նա գլխով արեց։ Լավ։ Նա սեղմեց վերելակի կոճակը, դուռը բաց պահելով նրա համար։ Ներսում նրանց միջև կախվեց լռություն։ Ես այստեղ աշխատում եմ արդեն 13 տարի։ Հանգիստ ասաց նա, մինչ վերելակը բարձրանում էր։ Նա շուռ եկավ դեպի նա։ Երբեք չէի մտածել, որ ինձ կհրավիրեն վերև։ Նա մեղմ ժպտեց։ Դուք կզարմանաք, թե որքան արագ կարող է ամեն ինչ փոխվել։ Թեև ինքը չգիտեր, թե որքան մեծ փոփոխություններ են սպասվում իրեն եւ նրան։ Վերելակը կանգնեց։ Իզաբելլան դուրս եկավ առաջինը։ Նրա քայլերը հազիվ էին լսվում ղեկավարության միջանցքի փայլեցված փայտե հատակին։ Օդում բուրում էր ցիտրուսով եւ թանկարժեք կաշվով։ Փողի հոտ, եթե այն բույր ունենար։ Սարյանայի օգնականը բարձրացրեց հայացքը, զարմացած նայելով Իզաբելլային նրա կողքին։ Նա ոչինչ չբացատրեց, պարզապես գլխով արեց, թույլատրելով մտնել։ Նրբավոճ գրասենյակում, ապակե պատերով, նա ցույց տվեց աթոռը։ Տեղավորվեք, խնդրեմ։ Նա զգուշորեն նստեց, ձեռքերը դնելով ծնկներին եւ հանգիստ ծմնելով սենյակը։ Ոչ թե հիանում էր, պարզապես դիտում։ Նրա գրասեղանի հետևում կախված էր աշխարհի մեծ քարտեզ, գունավոր մեխակներով։ Սեղանիկի վրա կանգնած էր էսպրեսոյի բաժակներով սկուտեղ, երկու աղջիկների, նրա դուստրերի լուսանկարը եւ Բրյուսելի առևտրային ֆորումի փոշոտ մրցանակը։ Սարյանան առաջ թեքվեց, արմունկները հենելով սեղանին։ Լավ, Իզաբելլա, կլինեմ անկեղծ։ Ես չէի սպասում այսօր նման խոսակցության։ Նա մեկ անգամ գլխով արեց, անշարժ, անտարբեր տեսքով։ Բայց ես հենց նոր լսեցի, թե ինչպես եք ազատ անցնում 3 լեզուների միջև։ Եվ պետք է հարցնեմ, ինչպես եք հայտնվել այստեղ, հատակներ լվանալով։ Մի պահ նա լռեց, հայացքը սահեց դեպի պատուհանը, հետո վերադարձավ դեպի նրան։ Ունեք ժամանակ ճշմարտության համար։ Ես չէի հարցնի, եթե պատրաստ չլինեի լսելու։ Նա հանգիստ շունչ քաշեց։ Լավ, ասաց, ձեռքերը շփելով, կարծես մտքերը հավաքելով։ Ծնվել եմ Թոլեդոյում, Օհայո նահանգ, ընտանիքում միակ երեխան էի։ Հայրս խողովակաշինող էր, մայրս բուժքրոջ օգնական։ Քիչ ունեին, բայց ամեն ինչ տվեցին, որ ես հնարավորություն ունենամ։ Նրանց համար կրթությունը գրեթե կրոն էր։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ հիշողությունները նստեն, նախքան շարունակելը։ Ամբողջական կրթաթոշակ ստացա Քենթի համալսարանում, սովորում էի լեզվաբանություն։ Մագիստրատուրայի կեսին էի, երբ մայրս հիվանդացավ։ Հայացքը մի փոքր մթագնեց, կարծես ամեն մանրուքը վերապրում էր։ Ամեն ինչ գցեցի ու տուն վերադարձա, խնամելու նրան։ 6 ամիս անց հայրս ինսուլտ ստացավ եւ մահացավ։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ սկսեց փլուզվել։ Նա թեթև թեքեց գլուխը, կարծես կյանքի ժապավենը հետ էր պտտեցնում մտքում։ Երեխաս ծնվեց, փող չկար, զուգընկերը գնաց։ Ստիպված էի վերցնել ցանկացած աշխատանք, որ կարող էի գտնել։ Մթերային խանութներ, ծերանոցներ, ժամանակավոր գործակալություններ, ամեն ինչ, որ վճարեմ հաշիվները։ Նա նայեց նրան, ձայնը հավասար էր։ Մի անգամ մաքրության ծառայության ղեկավարը առաջարկեց ինձ գիշերային հերթ։ Դա ինձ հարմար էր, կարող էի դստերս դպրոցից վերցնել, իսկ աշխատավարձը բավարար էր գոյատևելու համար։ Այդպես էլ հայտնվեցի այստեղ։ Սարյանան չընդհատեց, պարզապես լսում էր, առանց թարթելու կամ շարժվելու։ Իսկ լեզուները, վերջապես հարցրեց նա։ Ես երբեք չեմ դադարել սովորել, ասաց նա հանգիստ վճռականությամբ։ Ուսումնականներ եմ վերցրել պարտքով, լսել եմ ձայնագրություններ ինտերնետում,
Կարդացել եմ թերթեր տարբեր լեզուներով, ձևը պահպանելու համար։ Նա նայեց նրան, ձայնը վստահ էր և անսասան։ Սա միակ բանն է, որ թույլ է տալիս ինձ զգալ, որ դեռ ինչ-որ բանի արժանի եմ։ Նրա խոսքերում ցուցադրություն չկար, միայն մաքուր և անկեղծ ճշմարտություն։ Մեծ մասը նույնիսկ չի հարցնում, ավելացրեց նա, նայելով իր համազգեստի մաքրուհու կրծքանշանին։ Պարզապես տեսնում են սա և եզրակացություններ անում։ Եզրակացություններ բառը կախվեց օդում, ինչպես մարտահրավեր։ Սարյանան հետ թեքվեց աթոռին, զգալով, թե ինչպես է նրա պատմությունը ծանր բեռով նստում իր կրծքում։ Նա մեղմորեն հազեց։ Լսեք, ես սա չեմ ասում մեղքի զգացում առաջացնելու համար։ Ես չեմ բարկանում։ Այդպես է կյանքը դասավորվել, ես արել եմ այն, ինչ պետք է։ Մինչև հիմա էլ անում եմ, բայց դուք հարցրիք, և սա իմ պատմությունն է։ Նա դանդաղ արտաշնչեց։ Իզաբելլա Ռոմերան ոչ միայն խելացի էր, այլև բացառիկ։ Բայց նա կարեկցանք չէր ուզում, օգնություն չէր խնդրում։ Պարզապես կիսվում էր իր ճշմարտությամբ, առանց զարդարանքի, խոր և անկեղծ։ Երբևէ մտածել եք այլ բանով զբաղվելու մասին։ Հարցրեց նա։ Նա թեթևակի ուսերը թոթվեց։ Երբեմն, բայց երազելը դժվար է, երբ վարձը վճարելու փող չունես։ Սենյակում կրկին լռություն տիրեց, բայց այս անգամ այն այլ էր, լցված հարգանքով, գիտակցմամբ և ինչ-որ դեռ չասված բանով։ Սարյանան վերցրեց գրքույկը և սկսեց գրառումներ անել։ Ինչ եք գրում։ Հանգիստ հարցրեց նա, բայց թեթև հետաքրքրությամբ։ Նա բարձրացրեց հայացքը, գաղափարներ, բայց մեկ գաղափար արդեն արմատներ էր գցել նրա գլխում։ Եվ դա պարզապես գաղափար չէր։ Խոսակցությունը չէր լքում նրան ամբողջ օրը։ Նույնիսկ բյուջեի քննարկման և կապալառուների հետ հանդիպումների ժամանակ մտքերը վերադառնում էին այդ առավոտին, Իզաբելլային, նրա ձայնին, ներկայությանը, պատմությանը։ Ժամը 15:45-ի մոտ նա լքեց գործադիր հարկը և իջավ շենքի սպասարկման հարկ։ Պետք էր ինքն աչքերով տեսնել ինչ-որ բան։ Օդն այնտեղ ավելի տաք էր, պատերը գունաթափված, ժամանակի և անընդհատ շարժման հետքերով։ Նա անցավ տեխնիկական բրիգադների, հանգստի սենյակների, ջրի շշերի կույտերի կողքով, մինչև գտավ մաքրության պարագաների պահեստը։ Ներսում Իզաբելլան դասավորում էր միկրոֆիբրե կտորները դարակում։ Նա կանգ առավ դռան մոտ։ Չեք արարքի, եթե ընդհատեմ, հարցրեց նա։ Նա շուռ եկավ, մի քիչ զարմացած։ Դուք իջել եք այստեղ։ Նա ժպտաց։ Չեմ կարողանում դադարել մտածել մեր խոսակցության մասին, իրականում օգնություն է պետք։ Նա ձեռքերը սրբեց վերնաշապիկին, հետաքրքրված։ Ինչ օգնություն։ Վերևում հավաքվել է Սան Պաուլոյի մեր գրասենյակի խումբը, ավելի վաղ է եկել, իսկ թարգմանիչը չեղարկել է հանդիպումը։ Կարողանում եք օգնել։ Նա մի վայրկյան մտածեց։ Պորտուգալերեն, այո, կհաղթահարեմ։ Մի քանի րոպե անց նրանք արդեն կոնֆերենց սրահում էին։ 4 գործադիր տնօրեն։ 4 բրազիլացի ղեկավար սպասում էին, հեռախոսները ստուգելով, մի քիչ լարված տեսքով։ Իզաբելլան մտավ վստահ հանգստությամբ, գլխով ողջունեց և սկսեց խոսել սահուն պորտուգալերենով։ Սենյակի էներգիան ակնթարթորեն փոխվեց։ Հյուրերը ուղղվեցին, սկսեցին ակտիվ մասնակցել։ Հայացքները կենթանացան։ Ժպիտները փոխարինեցին շփոթությանը։ Նա ոչ միայն թարգմանում էր խոսքերը, այլև կապ էր ստեղծում, տալիս հարմարավետության և հասկացողության զգացում։ Մի պահ տնօրեններից մեկը կատակեց։ Իզաբելլան ծիծաղեց և պատասխանեց իր կատակով։ Սենյակը լցվեց ջերմ ծիծաղով։ Սարյանային պետք չէր իմանալ լեզուն հասկանալու, թե ինչ է կատարվում։ Նա կամուրջ էր կառուցել և մարդիկ անցան դրա վրայով։ 20 րոպե անց հանդիպումն ավարտվեց։ Ղեկավարներից մեկը շուռ եկավ դեպի նա և անգլերեն ասաց. Նա լավագույնն է, ում հետ մենք աշխատել ենք այս տարի, որտեղ եք գտել նրան։ Սարյանան նայեց Իզաբելլային, որը արդեն հավաքում էր դատարկ բաժակները։
Այստեղ, պատասխանեց նա։ Միջանցքում նա հասավ նրան։ Երբևէ պրոֆեսիոնալ մակարդակով արել եք սա, հարցրեց նա։ Նա գլուխը օրորեց։ Ոչ ճիշտ այդպես, պարզապես օգնել եմ մարդկանց հիվանդանոցներում, պետական հաստատություններում, նման բաներ։ Առանց դիպլոմի, կրկնեց նա գլուխը օրորելով։ Ժամանակ չկար սովորելու համար, դստերս ավելի շատ էի պետք։ Սարյանան հասկացող գլխով արեց։ Իսկ որտեղ է նա հիմա։ 26 տարեկան է, աշխատում է բուժքույր, Թեմփում, ինքնուրույն վճարել է իր ուսման համար։ Ասաց Իզաբելլան հանգիստ հպարտությամբ, համար, ինչպես մայրը։ Նրանք երկուսն էլ ժպտացին։ Մի պահ անհետացան գլխավոր տնօրենի և մաքրուհու դերերը։ Մնացին պարզապես երկու մարդ, կիսվելով պահով, խոսելով կյանքի և նրանց սիրելիների մասին։ Դրանից հետո նրանք վերադարձան սպասարկման հարկ։ Իզաբելլային պետք էր կրկին նշվել։ Նրանց սպասում էին դեռ երկու հարկ, հերթապահության ավարտից առաջ։ Բայց հեռանալուց առաջ նա ասաց մի բան, որ մնաց նրա հետ։ Այսօր ես ոչ մի առանձնահատուկ բան չարեցի։ Նա անկեղծորեն զարմացած նայեց նրան։ Բոլորովին այդպես չէր թվում։ Նա մեղմ ժպտաց և անհետացավ միջանցքում։ Այդ երեկո Սարյանան երկար նստեց մեքենայում, նախքան շարժիչը միացնելը։ Մտքերը վերադառնում էին օրվա բոլոր իրադարձություններին, ընկերությունը մեծացնելու ճնշումը, համաշխարհային հավաքագրման խորհրդակցությունը, բազմազանության և տաղանդների մասին կատարելագործված ելույթները։ Եվ այդ ամբողջ ժամանակ նրանք գենիալություն էին փնտրում ամբողջ աշխարհում, մինչդեռ ինչ-որ բացառիկ բան հանգիստ աշխատում էր հենց նրանց քթի տակ։ Երբեմն հասկացավ նա, գանձը, որին փնտրում ես, գտնվում է քո սեփական բակում։ Մնացել էր միայն մեկ հարց՝ ինչ ես անելու դրա հետ։ Հենց հաջորդ առավոտ տեղի ունեցավ անսովոր մի բան։ Իզաբելլայի անցակարգը աշխատեց ոչ ճիշտ ժամանակին։ Նա հենց նոր ավարտել էր արևելյան մուտքասրահի մաքրությունը, երբ հերթապահության ղեկավար Մարսելան թեթևակի դիպավ նրա ուսին։ Նրա արտահայտությունը տարօրինակ էր, ոչ զայրացած, այլ ավելի շուտ անթափանց։ Իզաբելլա, ասաց նա։ Սարյանան կրկին ուզում է տեսնել քեզ։ Նրա աչքերը լայնացան։ Ես ինչ-որ բան սխալ արեցի։ Մարսելան գլուխը օրորեց։ Ոչինչ չասաց, միայն հրամայեց քեզ վերև ուղարկել։ Նա մի քիչ անվստահ սրբեց ձեռքերը և գնաց նույն ճանապարհով, ինչ երեկ։ Բայց ինչ-որ բան այլ էր։ Մարդիկ այժմ նկատում էին նրան։ Երբ անցնում էր, աշխատակիցները բարձրացնում էին հայացքը մոնիտորներից։ Ինչ-որ մեկը շշնջում էր։ Ադմինիստրատորներից մեկը նույնիսկ ժպտաց նրան այնպիսի ժպիտով, կարծես իմանար ինչ-որ բան, որ Իզաբելլան դեռ չգիտեր։ Երբ մտավ գործադիր գրասենյակ, Սարյանն կանգնած էր պատուհանի մոտ, սուրճի բաժակը ձեռքին, դիտելով քաղաքը։ Մտեք, ասաց նա, առանց շուխ տալու։ Նա լուռ կանգնած էր, մինչև որ վերջապես շրջվեց և դրեց բաժակը։ Ես այստեղ մտածում էի տաղանդների մասին, թե որքան հաճախ են դրանք աննկատ մնում։ Մարդիկ շանս չեն ստանում ոչ թե այն պատճառով, որ անկարող են, այլ որովհետև ոչ ոք չի տեսնում նրանց։ Իզաբելլան ոչինչ չասաց։ Սովոր էր լավ հնչող խոսքերին, որոնք ոչ մի տեղ չէին տանում։ Սպասում էր։ Ուզում եմ ստեղծել նոր պաշտոն, ասաց նա։ Այնպիսի պաշտոն, որն այս ընկերությանը իսկապես պետք է, նույնիսկ եթե նախկինում չենք հասկացել դա։ Նա թեթև կնճռեց ճակատը։ Ինչ պաշտոն։ Միջազգային կապերի մշակութային միջնորդ, ասաց նա։ Ով կկարողանա շփվել միջազգային այցելուների, մատակարարների, գործընկերների հետ։ Ով հասկանում է նրբությունները, լեզուն և կապը։ Նա ցնցված էր, շուրթերը մի փոքր բացվեցին, բայց խոսքեր չհետևեցին։ Դուք հարմար եք, շարունակեց նա։ Անկեղծ ասած, նույնիսկ ավելի շատ, քան ղեկավարության շատերը։ Դուք արդեն ապացուցել եք դա հանգստությամբ, պարզությամբ և այն խելքով, որը հազվադեպ է հանդիպում։
Նա կասկածամտորեն նայեց նրան։ Սա լուրջ է։ Բացարձակապես այո։ Բայց ես դիպլոմ չունեմ։ Դուք ունեք ավելի լավ բան, ասաց նա։ Փորձ, դիմացկունություն եւ 9 լեզուների իմացություն։ Մտածում եք ինձ համար կարևոր է ինչ-որ թուղթ։ Նա շարժվեց տեղից, դեռ կասկածելով։ Իսկ ինչու հենց ես։ Նա նայեց նրա աչքերին։ Քանի որ ես տեսա, թե ինչպես եք 3 խնդիր լուծել 3 լեզուներով, նախքան մեծ ղեկավարները իրենց առաջին սուրճը խմելը։ Քանի որ հոգնել եմ անցնել ձեզ նման մարդկանց կողքով, որոնք կրկնակի ավելի են անում, բայց կեսներ ճանաչում չեն ստանում։ Իզաբելլան ձեռքերը խաչեց։ Դուք հասկանում եք, որ մարդիկ կսկսեն խոսել։ Ինձ միևնույն է։ Նա երկար նայեց նրան, հետո արտաշնչեց։ Ես երբեք գրասենյակում չեմ աշխատել, երբեք պաշտոն չեմ ունեցել։ Դուք արագ կսովորեք։ Ես համապատասխան հագուստ չունեմ։ Մարդկային ռեսուրսները կուղարկեն ձեզ կոստյումի տրամադրում։ Նա 4-ից ծաղեց։ Դուք իսկապես ամեն ինչ մտածել եք։ Այո, կորցում եմ։ Հետո եկավ դադարը, ապա նա մեղմ հարցրեց. Իսկ ինչ կլինի իմ ներքևի հերթապահության հետ, ով կծածկի այն։ Սարյանան ժպտաց։ Մենք ինչ-որ մեկին կգտնենք, բայց ձեզ փոխարինել հնարավոր չէ։ Մի պահ սենյակում լռություն տիրեց։ Նա նայեց իր ձեռքերին, հետո կրկին նրան։ Դուք վստահ եք, որ սա ոչ թե բարեհաճություն է։ Նա գլուխը օրորեց։ Սա վաղուց վաստակված ճանաչում է։ Նրա աչքերը փայլեցին, բայց թարթեց, չթողնելով արցունքները թափվեն։ Դե լավ, ասաց նա։ Հիմա ձայնը հաստատ ուներ, տեսնենք, թե ինչ կարող եմ անել։ Նա մեկնեց ձեռքը։ Նա սեղմեց այն։ Բայց դա պարզապես ձեռքսեղմում չէր, դա շրջադարձային պահ էր։ Կանոնների վերաշարադրում, պահ, երբ պատմությունը փոխվեց։ Նրանցից ոչ ոք չէր սպասում, թե ինչպես կարձագանքի ամբողջ ընկերությունը։ Չորեքշաբթի օրվա մեջ ամբողջ շենքը աղմկում էր։ Պատմությունը տարածվեց ավելի արագ, քան վերելակներն էին շարժվում։ Իզաբելլա Ռոմերան, գիշերային հերթի մաքրուհին, բարձրացվել էր ղեկավար պաշտոնի։ Ոչ ոք ճիշտ չգիտեր, թե ինչ էր տեղի ունեցել։ Միայն լուրեր էին պտտվում, որ նա խոսում է տասնյակ լեզուներով, որ նրան անձամբ է ընտրել գլխավոր տնօրենը։ Ոմանք նույնիսկ մտածում էին, որ նա գաղտնի անցյալ ունի։ Գուցե աշխատել է կառավարության համար, գուցե թաքնված է եղել։ Շշուկները թռչում էին գրասենյակներով եւ արձագանքում բանակցությունների սենյակներում։ Մարդիկ հետաքրքրված էին, ոմանք ժպտում էին եւ ասում. Հաջողություն է սա։ Բայց ոչ բոլորը ուրախանում էին։ Հանգստի սենյակում մարքեթինգի բաժնի 2 օգնականուհիներ խոնարհվել էին աղցանների վրա, շշնջալով բավականաչափ բարձր, որ լսվեր, եթե ուշադրություն դարձնեիր։ Պարզապես ասում են, ինչպես կա։ Մրմնջաց մեկը։ Ես մագիստրոսի կոչում ունեմ միջազգային բիզնեսի ոլորտում։ Արդեն 2 տարի սպասում եմ առաջխաղացման։ Իսկ նա դեռ անցած շաբաթ զուգարաններ էր մաքրում։ Նրա ընկերուհին ուսերը թոթվեց։ Գուցե ինչ-որ բան գիտի, որ մենք չգիտենք։ Օհ, իհարկե, հեգնեց առաջինը։ Սա ամեն ինչ Սարյանան է, փորձում է առաջադեմ երևալ, լավ գնահատականներ հավաքել։ Նույն այդ հանգիստ դժգոհությունը սկսեց տարածվել հանդիպումներում եւ չաթերում։ Խառնվեցին շփոթություն, նախանձ եւ անհարմարություն։ Մարդիկ սովոր չէին, որ ինչ-որ մեկը բաց թողնի սովորական աստիճանները։ Ստաժոր, հետո օգնական, ապա կոորդինատոր եւ նորթրանից հետո մենեջեր։ Իզաբելլան կարծես հենց այդպես էլ արեց։ Կամ այդպես էր թվում։ Իսկ Իզաբելլան նա զգում էր դա։ Այն պահից, երբ առաջին անգամ մտավ իր նոր գրասենյակը 12-րդ հարկում, փոփոխությունները ակնհայտ էին։ Ոչ թե շքեղ սենյակ, պարզապես սեղան, մի փոքրիկ ծաղիկ եւ համակարգիչ, որ դեռ չէր միացրել, բայց նրա համար դա կարող էր լինել երազանքի գագաթնակետ։ Կադրերի բաժնում գրանցվելուց հետո նա հանգիստ խնդրեց. Կարող եմ պահել իմ հին մաքրուհու համազգեստը։ Ոչ գրելու համար,
պարզապես որպես հիշեցում, որտեղից եմ եկել։ Նույն օրը, ավելի ուշ, նա հանդիպեց Ռահելոյին, միջազգային գործառնությունների ղեկավարին։ Նա մտավ գրասենյակ, պլանշետը ձեռքին, դեմքին զգուշավոր արտահայտություն։ Ձեռք չմեկնեց, չնստեց։ Դուք նոր մշակութային միջնորդն եք, ասաց նա, կարծես կատակ անելով։ Իզաբելլան ուղիղ նայեց նրա աչքերին։ Այդպես են ասել ինձ։ Կորպորատիվ միջավայրի փորձ ունեք։ Նա թեթև ժպտաց, միայն դրսից նայելով։ Նա չծիծաղեց։ Իտալիայից հաշվետվություններ ունեմ, Սան Պաուլոում մատակարարների հետ խնդիրներ, Դուբայի գործընկերներից պայմանագրեր, ասաց նա, հաստ թղթապանակը նետելով նրա սեղանին։ Մտածում եք, գլուխ կհանեք։ Նա վեր կացավ, կեցվածքը հանգիստ էր և վստահ։ Մի քանի ժամ պետք է ուսումնասիրելու համար, բայց այո, կգլուխ կհանեմ։ Ռահելիոն շուռ եկավ և դուրս եկավ, այլևս ոչ մի խոսք չասելով։ Այդ երեկո Սարյանան կրկին եկավ նրա գրասենյակ։ Ինչպես անցավ առաջին օրը, հարցրեց նա։ Իզաբելլան հետ թեքվեց աթոռին և արտաշնչեց։ Եղել են ավելի դժվարներ։ Նա ժպտաց։ Ռահելիոն խնդիրներ է ստեղծում։ Նա ինձ չի վախեցնում։ Այդպես էլ մտածում էի։ Հետո նրա տոնը փոխվեց։ Կարող եմ հարցնել։ Այո, ամեն ինչ, ինչ որ ուզես, ասաց նա։ Ինչու հիմա, ինչու հենց ես։ Դուք կարող էիք պարզապես պարգև տալ և անցնել կողքով։ Սարյանան հենվեց դրան շրջանակին։ Որովհետև քեզ տեսա, ինձ տեսա։ Նա հոնքը բարձրացրեց։ Դուք մաքրուհի եք եղել։ Ոչ, բայց ինձ թերագնահատել են, անտեսել են, հաճախ։ Ես փոքր քաղաքից եմ, որտեղ հայրս մեքենաներ էր վերանորոգում։ 3 աշխատանքով եմ ավարտել ուսումս, և շատ տարիներ մարդիկ վարվել են այնպես, կարծես իմ տեղը չէ նման սենյակներում։ Նա դանդաղ գլխով արեց։ Իսկ հիմա դուք եք, որ դուռ եք բացում ուրիշների համար։ Հենց այդպես։ Դադար տիրեց։ Իզաբելլան նայեց Ռահելիոյի թողած թղթապանակին։ Եթե անկեղծ, ասաց նա, ինձ վախեցնում է։ Եվ ճիշտ է, պատասխանեց Սարյանան։ Դա նշանակում է, որ քեզ միևնույն չէ։ Նա նայեց նրան։ Մարդիկ կատարելապես կկատաղեն։ Նրանք կդիմանան կամ ոչ, ամեն դեպքում մենք առաջ ենք գնում։ Նա ուղղվեց։ Դու պատմություն ունես, Իզաբելլա, իրական, և հիմա հարթակ։ Երբ դուռը նրա հետևից փակվեց, Իզաբելլան կրկին զննեց իր գրասենյակը։ Հիշեց թաքնված արցունքները զուգարաններում, հոգնածությունը գիշերային հերթերից հետո, բաց թողնված ծննդյան օրերը և այն բոլոր առաջխաղացումները, որոնք ստանում էին նրանք, ովքեր նույնիսկ չէին ողջունում։ Նա բացեց գրասեղանի դարակը և ներս դրեց հին մաքրուհու անցաքարտը։ Ոչ մոռանալու, այլ հիշելու համար, թե ինչ գնով է հասել այստեղ։ Բայց այս պատմությունն այլևս միայն իրենը չէր, և լուսարձակների լույսը շուտով ավելի պայծառ էր դառնալու։ Շաբաթվա վերջում նրա ցուցանակը հպարտորեն կախված էր դռան մոտ, սև տառեր, մատային պողպատի վրա։ Իզաբելլա Ռոմերա, մշակութային միջնորդ, միջազգային կապեր։ Պաշտոնական էր, խիստ և երկարաժամկետ։ Հետո եկավ նամակը, ամբողջ ընկերությանը, ուղիղ ուրբաթ առավոտյան Սարյանայի աշխատասեղանից։ Կարճ էր, ուղիղ և հզոր։ Նա բացատրեց Իզաբելլայի նոր դերը, նկարագրեց նրա անցյալը և ամենակարևորը, ընդգծեց նրա արժեքը ոչ որպես բարեգործություն, ոչ որպես հռչակ ձեռք բերելու քայլ։ Նա պարզապես լավագույն մարդն էր այդ աշխատանքի համար։ Եվ վերջ, բայց դա չլրացրեց շշուկները։ Որոշ մենեջերներ շարունակում էին կասկածներ հայտնել, մյուսները փոխեցին կարծիքը, տեսնելով նրան գործի մեջ։ Նա շփվում էր միջազգային հաճախորդների հետ ավելի լավ, քան ցանկացած ծրագիր, գտնում էր հին պայմանագրերում սխալներ, որոնք ընկերությանը տարիներով պարտավորեցրել էին ֆինանսական կորուստներ։
Եվ նա չէր պարծենում, չէր ցուցադրվում, պարզապես աշխատում էր, հանգիստ, արդյունավետ։ Երկուշաբթի օրը Իզաբելլային հրավիրեցին Մարոկկոյի պատվիրակության հետ հանդիպման։ Ընկերության հյուսիսաֆրիկյան ընդլայնումը արդեն ամիսներով կանգնած էր տեղում, խեղդված թյուրիմացություններով, մշակութային խոչընդոտներով և փոխադարձ անվստահությամբ։ Հետո ամեն ինչ փոխվեց։ Իզաբելլան մտավ կոնֆերենց սրահ, մեղմ բեժ կոստյումով։ Նրա ներկայությունը հանգիստ էր, բայց հեղինակավոր։ Նա նստեց սեղանի մոտ, նայեց մարոկկացի պատվիրակներին ուղիղ աչքերի մեջ և ներկայացավ սահուն մարոկկական արաբերենով։ Հենց այդ պահին սենյակի մթնոլորտը փոխվեց։ Գրեթե ֆիզիկապես զգացվում էր։ Մարմնի լեզուն թուլացավ, աչքերը փայլեցին, մարդիկ առաջ թեքվեցին ոչ կարգավիճակի պատճառով, այլ ինչ-որ շատ ավելի հզոր բանի։ Հարգանք։ Որովհետև երբ ինչ-որ մեկը խոսում է քո լեզվով, դու լսում ես ոչ միայն խոսքերը, այլև քեզ։ Քեզ տեսնում են դու կարևոր ես։ Հանդիպումից հետո մարոկկացի գործընկերներից մեկը անձամբ մոտեցավ նրան։ Ձեռքը դրեց կրծքին, խոր երախտագիտության ավանդական ժեստը։ Ոչ ոք երբեք մեզ համար այդպես չի արել, ասաց նա։ Մեր լեզվով այդպես։ Իզաբելլան մեղմ ժպտաց։ Դուք կարևոր եք, ահա և ամբողջը։ Շաբաթվա կեսին Սարյանան արեց ևս մեկ հանգիստ քայլ։ Առանց ելույթների, առանց ժապավենների։ Պարզապես վերանվանեց ընկերության գլխավոր ուսումնական տարածքը, այն վայրը, որտեղ յուրաքանչյուր նոր աշխատակից սկսում էր իր ճանապարհը, և որտեղ ղեկավարները կատարելագործում էին իրենց հմտությունները։ Հին ցուցանակը հանվեց, նրա փոխարեն Ռոմերայի վերապատրաստման կենտրոն։ Առանց աղմուկի, պարզապես անուն, հաղորդագրություն։ Արժեքների տևաշարժ, ավելի պարզ, քան ցանկացած տորտ կամ ծաղկեփունջ։ Այդ օրը ավելի ուշ Սարյանան կանգնած էր սենյակի դռան մոտ և դիտում էր, թե ինչպես է ներս մտնում ստաժողների նոր խումբը։ Լսեց, թե ինչպես է նրանցից մեկը շշնջում։ Իսկ ով է Ռոմերան։ Ավագ աշխատակիցը պատասխանեց. Նա է, ով մեզ հիշեցրեց, որ մեծությունը միշտ չէ, որ գալիս է կոստյումով։ Նույն օրը Իզաբելլան վերադարձավ իր սեղանին և գտավ ծրար, առանց լոգոյի, առանց վերադարձի հասցեի, միայն իր անունը կոկիկ տպագրված։ Ներսում ձեռագիր պարզ նամակ։ Ես նախկինում մտածում էի, որ ընդմիշտ անտեսանելի կմնան, բայց այսօր ուղղեցի ուսերս։ Ձեզ շնորհիվ, շնորհակալ եմ։ Առանց ստորագրության, առանց անվան։ Միայն ապացույց, որ նրան տեսել են, և ավելի կարևոր, որ ինչ-որ մեկը տեսել է, թե հնարավոր է։ Նա նստած էր նամակը ձեռքին, կոկորդը սեղմվեց, բայց չլացեց։ Պետք չէր։ Որովհետև հենց այդ պահին հասկացավ, սա ոչ թե պարզապես աշխատանք էր, այլ դուռ, որով անցել էր, բայց ինչպես բոլոր իսկապես կարևոր դռները, այն բաց չէր մնա առանց դիմադրության, և ինչ-որ մեկն արդեն կանգնած էր մյուս կողմում, պատրաստ հետ մղելու։ Ակահրվածը երկար չսպասեցրեց։ Ուշ երեկոյան հինգշաբթի նա կանչ ստացավ ոչ թե Սարյանայից, այլ ավելի բարձրից։ Կարմեն Սուարես, տնօրենների խորհրդի անդամ, թռած Դալլասից։ Նա ընկերությունում էր 90-ականներից, հայտնի անթերի կոստյումներով և դրանից էլ սուր տոնով։ Իզաբելլան մտավ 17-րդ հարկի փոքր բանակցային սենյակ։ Կարմենն արդեն նստած էր, առջևում հաստ խտապանակ։ Դեմքի արտահայտությունը հարթ էր, անհույս։ Նստեք, ասաց, առանց աչքերը բարձրացնելու։ Իզաբելլան նստեց։ Կարմենը երկու անգամ թակեց գրիչով սեղանին, վերահսկողության ռիթմը։ Տիկին Ռոմերա, ես ուսումնասիրել եմ ձեր գործը։ Դիպլոմ չունեք, կորպորատիվ պատրաստվածություն չունեք, ղեկավարական փորձ չունեք։ Իզաբելլան չթարթեց։ Ամեն ինչ ճիշտ է։ Կարմենը ձեռքերը խաչեց։ 3 շաբաթ առաջ դուք մաքրուհի էիք։ Այդպես է։ Նա հետ թեքվեց աթոռին։ Բացատրեք ինձ, ինչպես է ձեզ նման մարդը հայտնվում գլոբալ գործընկերությունների ղեկավարի տեղում։ Իզաբելլան հանդիպեց նրա հայացքին,
առանց շեղվելու։ Որովհետև ես խոսում եմ լեզուներով, հասկանում եմ մշակույթները։ Արդեն ուղղել եմ 2 պայմանագիր մատակարարների հետ։ Փակել եմ Մարոկոյի նախագծի ուշացումը եւ ապահովել եմ բանավոր համաձայնություն բրազիլացի գործընկերների հետ, որը հիմա ձևակերպում է իրավաբանական բաժինը։ Կարմենը հոնքը բարձրացրեց։ Իսկապես կարծում եք, որ ընկերությունը պետք է ղեկավարվի խարիզմայով եւ ինտուիցիայով։ Իզաբելան հազիվ նկատելի ժպտաց։ Ոչ տիկին, ես կարծում եմ, որ այն պետք է ղեկավարվի արդյունքներով։ Առաջին անգամ Կարմենը կարկամեց, թարթեց։ Ես այստեղ չեմ, որ ինձ սիրեն, ավելացրեց Իզաբելլան։ Ես այստեղ եմ, որ օգտակար լինեմ, եւ ես օգտակար եմ։ Կարմենը վեր կացավ, դանդաղ փակեց թղթապանակը։ Դուք վտանգավոր ընտրություն եք։ Իմ կյանքը մեկ մեծ փորձություն է։ Մեղմ պատասխանեց Իզաբելլան։ Ես սովոր եմ հնարավորություններին։ Հանդիպումն ավարտվեց։ Իզաբելլան անմիջապես գրասենյակ չվերադարձավ։ Դուրս եկավ շենքից, անցավ փողոցը եւ նստեց նստարանին։ Նայեց վերև, դեպի ապակե աշտարակը, որտեղ այժմ աշխատում էր։ Նույն շենքը, որի կողքով տարիներով անցել էր համազգեստով, ձեռքին դույր եւ ավել մտածելով, արդյոք ինչ-որ մեկը նկատում է իրեն։ Հիմա նկատում են, եւ դա բոլորին դուր չի գալիս։ Անեց հեռախոսը եւ հավաքեց։ Բարև, մամ, պատասխանեց դուստրը։ Ամեն ինչ նորմալ է։ Իզաբելան մի պահ լռեց, հետո ժպտաց։ Այո, պարզապես ուզեցի լսել ձայնդ։ Հաստատ։ Ամեն ինչ լավ է։ Հաստատ։ Խոսեցին մի քանի րոպե, մթերքների, շան դստեր, նոր ֆիլմի մասին։ Ոչինչ կարևոր, եւ ամեն ինչ կարևոր։ Դստեր ծիծաղը հողին էր կապում նրան, հիշեցնում ով է ինքը, եւ ինչու է ամեն ինչ կարևոր։ Զանգն ավարտվեց, նա դեռ մի քիչ նստեց լռության մեջ, հետո վեր կացավ, անցավ փողոցը եւ մտավ վերելակ։ Հաջորդ առավոտ Կարմեն Սուարեսի հետ հանդիպման մասին լուրերը արդեն տարածվել էին, բայց այն, ինչ իսկապես զարմացրեց բոլորին, նա չէր կոտրվել։ Նա դիմացել էր։ Նա սկսեց ավելի վաղ գալ։ Այդ առավոտ նա վստահ ելույթ ունեցավ թիմային հանդիպմանը եւ ընդունեց զանգը գերմանական գրասենյակից, առանց թարգմանչի։ Հավաք, սուր, բոլորովին հանգիստ։ Նույն օրը ավելի ուշ ինչ-որ մեկը սպիտակ գրատախտակին թողեց հաղորդագրություն նրա գրասենյակի մոտ։ Միայն 3 բառ, ձեռագիր։ Մենք քեզ տեսնում ենք առանց ստորագրության, առանց զարդարանքի։ Միայն անկեղծություն։ Եվ ինչ-որ կերպ դա նշանակում էր ամեն ինչ։ Հետագա շաբաթներին տեղի ունեցավ ինչ-որ զարմանալի բան։ Մարդիկ սկսեցին գալ նրա մոտ ոչ միայն լեզվական օգնության, այլև խորհուրդ, պարզություն, վստահություն ստանալու համար։ Նա դարձավ ընկերության հանգիստ կողմնացույցը։ Աշխատակիցները սկսեցին մտնել նրա գրասենյակ կարևոր ներկայացումներից առաջ։ Ստաժորները խորհուրդ էին խնդրում, նախքան իրենց առաջին գաղափարները ներկայացնելը։ Իսկ Իզաբելլան միշտ ժամանակ էր գտնում երբեք վերևից, երբեք շտապելով։ Մի օր ամաչկոտ ստաժոր, Բաու անունով, վիետնամցի ուսանող, որը նոր էր սկսում գտնել իր ձայնը, նստեց նրա դիմաց եւ հանգիստ հարցրեց. Ինչպես եք սովորել այդքան շատ լեզուներ։ Նա մեղմ ժպտաց։ Մեկ բառով, մեկ անգամ, ասաց նա։ Հենց այնպես, ինչպես դու էլ կսովորես։ Իզաբելլան այլևս պարզապես իր աշխատանքը չէր կատարում, նա լուր փոխում էր ընկերության մշակույթը ներսից։ Մի օր Սարյանան գտավ նրան հանգստի սենյակում, երկուսն էլ ձեռքին սուրճ ունեին։ Շատ լավ բաներ եմ լսում, ասաց նա։ Նրա պատասխանը հանգիստ էր։ Փորձում եմ չլսել վատը։ Դու ալիքներ ես ստեղծում։ Նա նայեց նրան։ Դա լավ է։ Նա ժպտաց։ Մեզ մոտ դա նշանակում է դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Նրանք կանգնեցին կարճ, ջերմ լռության մեջ, նախքան նա կրկին խոսելը։ Մտածում եմ սկսել ներքին տաղանդների պատրաստման ծրագիր, հատկապես նրանց համար, ովքեր սեղանի հետևում չեն աշխատում։
Կարծում եմ այս շենքում հավանաբար կան դեռևս Իզաբելլաներ։ Նա գլխով արեց։ Կազապես դեռ չեն տեսել նրանց։ Նա նայեց նրան ավելի հետաքրքրված, քան երբևէ։ Ուզում ես օգնել ինձ ստեղծել այն։ Նրա ժպիտը հանգիստ էր, բայց լի պատրաստակամությամբ։ Ես արդեն սկսել եմ գլխում։ Ամսվա վերջին դա իրականություն դարձավ։ Պիլոտային գործարկումը տեղի ունեցավ նոր նախաձեռնության «Ձայններ Սիծան» տակ։ Ծրագիր, որն առաջարկում էր առաջնագծում աշխատողներին, լեզվի ուսուցում, ղեկավարության զարգացում և տեսանելիություն, որ նախկինում չունեին։ Դա Իզաբելլայի գաղափարն էր, և այն արագ տարածվեց։ Վերջապես նրան հրավիրեցին ելույթ ունենալու լոգիստիկայի առաջնորդների ազգային գագաթնաժողովին, Ցինցինատիում, բայց նրա խոսքը կաղապարներով լի չէր։ Դա ոգեշնչման պատմություն չէր։ Դա հայելի էր։ Ես երբեք պարզապես մաքրուհի չեմ եղել, ասաց նա լսարանին։ Ես գրագետ էի, ընդունակ էի, պատրաստ էի, բայց ոչ ոք բավական երկար չէր կանգնեցնում հայացքը դա տեսնելու համար։ Նա դադար տվեց։ Հայացքը սահեց սրահով։ Հաջորդ անգամ, երբ անցնեք պաշտոն չունեցող մարդու կողքով, ինքներդ ձեզ հարցրեք, ինչ եք իսկապես բաց թողնում։ Մի պահ սրահում լռություն տիրեց, ապա կանգնած ծափահարություններ։ Ծափերը լցրին տարածքը։ Դուրս գալու ժամանակ նրան մոտեցավ երիտասարդ տղամարդ։ Աչքերում արցունքներ կային։ Իմ մայրը հյուրանոցի սենյակների մաքրուհի է, հանգիստ ասաց նա։ Նա խոսում է 5 լեզուներով։ Նախկինում ամաչում էի դրա համար։ Իզաբելլան մեղմորեն ձեռքը դրեց նրա ուսին։ Երբեք մի ամաչիր ծագումիցդ, ասաց նա։ Միակամութը չճանաչել հանճարը, որ կանգնած է հենց քո առջև։ Նա դուրս եկավ այդ շենքից ավելի բարձրահասակ, քան երբևէ։ Ոչ ծափերի պատճառով, ոչ պաշտոնի, այլ որովհետև երբեք չէր դավաճանել ինքն իրեն։ Նա բերել էր ամբողջ իրեն, իր պատմության յուրաքանչյուր գլուխը իր հետ, և հենց դա փոխեց ամեն ինչ։ Այսպիսով, միշտ հիշեք։ Երբեք մի դատեք մարդու արժեքը հագուստով, պաշտոնով կամ աշխատանքով։ Տաղանդը համազգեստ չի կրում։ Ֆելքը թույլտվություն չի խնդրում։ Իսկ հանճարը, դե հանճարը կարող է ձեռքին ավելով կանգնած լինել, կրծքին բեյջով։ Եթե երբևէ չեն նկատել, թերագնահատել կամ անտեսել քեզ, շարունակիր գնալ։ Ճիշտ մարդը անպայման կտեսնի քեզ։ Եվ երբ դա տեղի ունենա, ոչ միայն նստիր սեղանի մոտ, այլև մի քանի աթոռ էլ բեր քեզ հետ։